Դուք չեք տվել հարց։ Այս մասով Հայաստան վերադառնալ չկարողացող քաղաքացիների մասով օգնությունը դեռ շարունակվում ական քաղաքացիներ, որտեղ ինչ-որ պատասխանի ասում։ Բա ես հարցով այնքան բան կասելու, որ մենակ առանձին այս թեմայով ասուլիս հրավիրենք բավական ժամանակ կտեւ։ Ես պահին բավարարվեմ միայն ասելով, որ խնդիրները երկրից երկիր իհարկե տարբերվում են։ Մի դեպքում ցամաքային կապ կա օրինակ Օմանի հետ, Միացյալ Արաբական Էմիրությունների, մենք օգնել ենք քաղաքացիների տեղափոխվել, այնտեղից թռիչքներ։ Մի դեպքում այդ կապն էլ չկա, այլ լուծում են գտել, չգիտեմ, սկսած վիզաներից, վերջացրած դեղորայքով, բազմաթիվ են հարցերը։ Մենք մեր ԱԳՆ-ի պաշտոնական ուրեմն էջերում, սոցհարթակներում, այդ թվում եւ Facebook-ում շատ մանրամասն տեղեկատվություն ենք դրել, կարող եք նայել, կարծում եմ որ շատ մեծ աշխատանք են արել մեր մարմինները, դիվանագիտական եւ նաեւ կենտրոնական ապարատը, դեռ կան մեծամասամբ խնդիրը հասցեագրված է, բայց դեռ կան քաղաքացիներ դրսում, ուշագրավ է, որ նրանց մի լավ չասեմ ինչ-որ տոկոս այն հարաբերություն մի զգալի մասը են քաղաքացիներ, որոնք ցանկություն չեն հայտնել վերադառնալու, այսինքն իրանք գերադասել են մնալ առայժմ, բայց իհարկե հիմա նրանց մի մասը արդեն ուզում է վերադառնալ, պետք է լուծումներ գտնեն։ Դուք չեք տվել հարց։ Խնդիրը ինչի է պետք կապված, եթե նախընտրում էին մնալ, քանի որ քաղաքացիներ կային, որ ասում էին, որ գինը շատ բարձր է, մենք չենք կարողանում գալ, եւ նաեւ բողոքում էին, որ ԱԳՆ-ն մեր հետ կապ չի հաստատում։ Ուրեմն մեր ներկայացուցչությունները եւ թեժգծեր են բացել եւ աշխատել են եւ կապ են ունեցել մշտական եւ իրենց նույնիսկ դեսպանություն ներում են հավաքել խորհրդակցություններ տարբեր երկրներում, իհարկե ոչ բոլորում, կապը մշտական է եղել։ Թռիչքների թույլտվության ստացումը եղել ԱԳՆ-ի կողմից, դեղորայքի մատակարարումը տարբեր դեպքեր են եղել, կարող է կա քաղաքացի, որի հետ կապ ա եղել, ոչ իրան դեղ են տվել, ոչ չգիտեմ, տոմս են առել, եմ ասում երկիրը բան չի արել մեր համար։ Կարամ էլի բաներ ասեմ, չեմ ուզում ասեմ անկեղծ ասած, գնի մասով էլ ավիատոմսի, գիտեք, կա նախաձեռնություն, որ մինչև 250,000 դրամ փոխհատուցման մեխանիզմ է ենթադրվում, այդ քաղաքացին որտեղ շատ դժգոհ է, թող այդ փոխհատուցումը ստանա։